հանրապետությունը առանց Արցախի առանց այն անվտանգային համակարգերի մեր իմացած տեսեք հավաքական արևմուտքի 3-րդ հանրապետությունը ներկայիս մատուցվող 4-րդ հանրապետությունն է, բայց մեր իմացած 3-րդ հանրապետությունը ծնվել է Արցախյան ազատամարտի հաղթանակի տրամաբանությամբ։ Եթե հիմա Արցախը չկա, մեր իմացած 3-րդ հանրապետությունը գոյություն չունի։ Բայց եթե մտքին ազատ որ դու ասում ես որ խորհրդային միության փլուզմամբ Հայաստանի համար նախատեսված էր այսօրվա այս 4 հանրապետությունն էր նախատեսված։ Արցախի ազատագրումը խառնեց այդ պլանները։ Հիմա Արցախը հանձնելով Ադրբեջանին դու անպամոնտաժում ես 3-րդ հանրապետությունը։ Ոչ թե 3-րդ հանրապետությունը, այլ վերադառնում ես այն 3-րդ հանրապետությանը, որը նախատեսված էր, որ քեզ նախատեսված էր։ Սա այսինքն ներողություն, մենք երբ որ խոսում ենք 3-րդ հանրապետության ժամանակ եղած անարդարության, անբարոյականության մթնոլորտը Նիկոլը դա չի փոխում 4-րդ հանրապետությամբ։ Նիկոլը բարոյահոգեբանական, հա, արդարացության մթնոլորտը պահելու է այնպես ինչպես որ երրորդ հանրապետությունում է։ Երրորդ հանրապետությունը ուղղակի ստեղծելու է իրական երրորդ հանրապետություն առանց Արցախի։